դուք ինչ հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից հենց առաջին մի քանի պարտությունից հետո հրաժարական տար ի վերջո ձեզ համար հաճելի է ամեն անգամ պարտություն կրել եւ ամեն անգամ օրինակ ֆան ակումբի տղաների կողմից այդքան այսպես կշտան բանկների ու ակցիաների արժանանալ ամեն անգամ ամեն խաղ այսպես տապալվի ձեր հրաժարականի պահանջով ի վերջո տալու եք թե չեք տալու հրաժարական դա էր հարցը թե Ռաուլը Առաջինը Ռաուլը, երկրորդը ձեզ։ Հա, երկրորդը հրաժարականը։ Ռաուլի մասին պարոն Նիկողոսյանը կպատասխանի, որովհետև ես կարծում եմ դուք մի քիչ ուշադիր չեք հետևել Ռաուլի վերաբերել, բայց ինչևէ պարոն Նիկողոսյանը կանդրադառնա այդ հարցին։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու եւ ինչու, որովհետև ամոթալի պարտություններ եւ այլն։ Մենք նոր խոսում ենք շատ երկար ընդհանրապես ոլորտային նաև հաջողությունների մասին, նաև անհաջողությունների մասին եւ ճիշտ ասած ասես ֆուտբոլային հարց եմ տալու, հեչ ֆուտբոլային չէր ասել, որ այսքան պարտություններից հետո մարզիչը պատրաստում եք մարզչին հանել, հա, տենց բան ասեցիք։ Մարզիչը նոր է եկել, նա 3 մարզում է անցկացրել եւ որից հետո խաղացել է իր առաջին խաղը Վրաստանի հավաքականի։ Ես նոր չեմ, բայց բոլոր բացատրությունները ես հայտարարության մեջ տվել եմ, նորից եմ ասում ամենասկզբում խոսքից երբ ասեցի որ մենք խոսել ենք այդ ամենի մասին ով ցանկանում է տեսնել եւ լսել տեսնում է ով չի ցանկանում չի տեսնում եւ հրաժարականի պահանջը հրաժարական ընդհանրապես եւ հասարակական կազմակերպության ղեկավարը դա ինստիտուցիոնալ խնդիր է եւ շատ կարեւոր է թե ինչ են կարծում այն ինստիտուցիայի այն ինստիտուտի անդամները որոնք ընտրել են քեզ Եվ ես ձեզ ասեմ շատ հստակ, բացառությամբ 2 ակումբի մեր մնացած բոլոր անդամների հետ մենք բարբերաբար քննարկումներ ենք ունենում եւ բոլորը հասկանում են եւ զարգացման տեմպերը, եւ խնդիրները, եւ օբյեկտիվ խնդիրները եւ այդ իսկ պատճառով նաեւ շփվելով մեր անդամների հետ ես այդ որոշումը կայացնել եմ, որի մասին արդեն հայտարարել եմ